Այսօր Բաքվի ռազմական դատարանը խիստ կանխատեսելի ապօրինի դատավճիռներ է կարդացել Բաքվի բանտերում պահվող մեր 15 հայրենակիցների վերաբերյալ. նրանք դատապարտվել են 15 տարվանից մինչև ՑՄ ազատազրկման, ՑՄ ազատազրկվածների թվում է նաև Արցախի 3-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի մյուս երկու նախագահները Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը տարիքի բերումով դատապարտվել են 20 տարի ազատազրկման։ Կրկնում եմ, այս դատավճիռները ինչքան էլ նվաստացուցիչ լինեն մեր ժողովրդի համար, մեր ազգային ինքնագիտակցության և արժանապատվության համար խիստ կանխատեսելի էին, միայն ՔՊԱ-ականների համար է, որ խաղաղությունը արդեն հաստատված իրողություն է, մենք գիտենք Բաքվի մտադրությունների մասին, պատկերը մեծ հաշվով չի փոխվել։ Արտառոց իրադարձություն տեղի է ունեցել ոչ թե այսօր Բաքվում, կրկնում եմ, ինչքան էլ այդ իրադարձությունը ցավալի լինի, այլ 3 Աբու Դաբիում, երբ Ալիևն ու Փաշինյանը մեկնել էին Էմիրատների մայրաքաղաք Զայեդ մրցանակը ստանալու համար։ Նրանք սկզբում հանդիպել են, համատեղ ինչ-որ հաղորդագրություն են տարածել ընդհանրական ձևակերպումներով, հետո Զայեդ մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունն է տեղի ունեցել, որտեղ ելույթներ են ունեցել թե Ալիևը և թե Փաշինյանը։ Փաշինյանի ելույթի մի հատված, կոնկրետ մի ձևակերպում առնվազն արտառոց ու տարօրինակ է։ Նա խոսելով խաղաղության մասին ասել է, որ հակամարտության էջը այլևս փակ է։ Նույնիսկ ասել է, որ այդ էջը եթե փակ չլիներ հակամարտության, ինքն ու Ալիևը միասին Աբու Դաբիում ներկա չէին լինի և այդ մրցանակը չէին ստանա։ Մի պահ մարդ ուզում է տրվել գայթակղությանը, իսկապես հավատալ, որ այսքան տասնամյակներ տևած այս արյունալի հակամարտությունը իսկապես ավարտված է և մենք այլևս անշրջելի խաղաղության պայմաններում ենք ապրում։ Սակայն հաջորդ իսկ պահին մեզ բռնում ենք այն փաստի վրա, որ խաղաղությունը ոչ թե սիմվոլներով, այլ փաստերով է հաստատվում։ Իսկ այս պարագայում ինչ ունենք։ Տակավին Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա ստորագրված խաղաղության պայմանագիր։ Մենք գիտենք, որ Բաքուն պարբերաբար դնում է պահանջներ Հայաստանի առաջ, սահմանադրության փոփոխություն, դրա նախաբանից անկախության հռչակագրին արված հղումի հեռացում, արևմտյան Ադրբեջանի թեզի շրջանառում կամ փախստականների վերադարձ Հայաստան և բազմաթիվ այլ պահանջներ։ Բաքվի պահանջները որպես կանոն մի պահանջի օրակարգ էին դառնում, հետո երբ որ Հայաստանը ինչ-որ ձևով դա բավարարում է, երկրորդ պահանջն է գալիս, այսինքն շարունակական և պերմանենտ բնույթ են կրում։ Երկրորդը, Հայաստանի տարածքի մի հատվածը, շուրջ 200 քառակուսի կիլոմետր, գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ և չկա որևէ նշան, չկա Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հրապարակային հայտարարություն կամ ակնարկ այն մասին, որ ադրբեջանական զորքերը դելիմիտացիայի կամ դեմարկացիայի արդյունքում կամ դրանից առաջ լքելու են այդ օկուպացված տարածքները։ Եվ երրորդը, ինչպես այսօր տեսաք, մեր հայրենակիցները ոչ միայն գերությունից ազատ չեն արձակվում, այլ ստանում են պատժաչափեր, այդ թվում ՑՄ ազատազրկման են ենթարկվում։ Այս պատճառներից նույնիսկ մեկի առկայության պարագայում չի կարելի խոսել հակամարտության էջը փակ լինելու մասին կամ չի կարելի պնդումներ անել, որ խաղաղությունն այլևս անշրջելի է։ Էլ չասենք այն մասին, որ այս 3 փաստի առկայությունը ընդհանրապես խոսում է այն մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է, իսկ եթե կուզեք ավելի հստակ ասեմ, շարունակվում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ դրանից բխող հետևանքներով։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը
Միջազգային հարթակներում հայտարարում է, որ հակամարտության էջը այլևս փակ է, այս հայտարարությունը խիստ վտանգավոր հայտարարություն է։ Այն կարճաժամկետ հեռանկարում քաղաքական դիվիդենդ կարող է բերել միայն Նիկոլ Փաշինյանին։ Հենց դրա համար էլ նրան ծափահարում են Բաքվում եւ Անկարայում, նաեւ միջազգային այլ հարթակներում ու մայրաքաղաքներում, որտեւ բոլորի համար պարզ է, որ հակամարտության էջը փակ է, կամ ես խաղաղություն եմ բերել, Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումները որևէ աղերս չունի խաղաղության հետ, իրական խաղաղության հետ, եւ այս հայտարարությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ներքաղաքական նախընտրական համապատասխան համատեքստ ստեղծել, իրեն նույնացնել խաղաղության գաղափարի հետ, իր վերարտադրությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում դյուրին դարձնելու համար։ Միջազգային հանրությունն էլ խրախուսում է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները, այլ խոսքով նախընտրական պաուզա է հաստատել կամ նախընտրական զինադադար է հաստատել Նիկոլ Փաշինյանի համար։ Երկարաժամկետ կտրվածքով հակամարտության էջը փակ է փաշինյանական հայտարարությունը խիստ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև նվազեցվում է միջազգային միջնորդության, ճնշման և աջակցության հնարավորությունները։ Այսինքն, եթե օրինակ ընտրություններից հետո Ալիևը ասի, որ եկել է իրեն վճարելու ժամանակը, այլ խոսքով պահանջի, որպեսզի Հայաստանը կատարի իր պարտավորությունները, կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թե այլ իշխանություն, միջազգային հանրությունը նոր ճգնաժամի ստեղծման պարագայում ականջալուր չի լինելու Երևանի հնարավոր դիմումներին, որտև հիշեցնելու է, որ հենց Հայաստանի վարչապետը ինքն է անդադար այս ամիսներին կրկնել, որ հակամարտության էջը փակ է։ Այլ խոսքով ասելու են, դուք էիք ասում, որ այլևս խաղաղություն է, հիմա ինչ եք ձեր գանգատներով մեր գլուխները ցավեցնում։ Այս առումով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ես կձևափոխեմ, ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության էջն է փակվում այս օրերին ու շաբաթներին, այլ փակվում է հայկական դիվանագիտության մանևրի էջը, մանևրի հնարավորության էջը։ Կրկնում եմ, երբ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հակամարտության էջը փակված է, նա իրականում լուծում է իր նախընտրական կամֆորտի հարցը, բայց խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, որովհետև թուլացնում է հնարավոր միջազգային միջնորդությունը կամ ճնշումը Ադրբեջանի վրա։ Մեր հայրենակիցներից շատերը հույս ունեն, որ վաղը մյուս օրը, երբ Երևան և Բաքու այցելի ԱՄՆ փոխնախագահ Վենսը, նա կարող է ինչ-որ խնդիր լուծել ռազմագերիների հարցով։ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի, այդ թվում Աբու Դաբիում արած հայտարարությունները փոքրացնում են նույնիսկ Վենսի հնարավոր այդ առաքելության հնարավորությունը։ Եթե հայկական կողմը խաղաղության պատրանք, երազախաբություն, իմիտացիա չստեղծեր, միջազգային ճնշումը Բաքվի վրա ավելի ուժեղ կլիներ և գուցե այդ ճնշումը հումանիստական ասպեկտ ունենար։ Օրինակ Վենսը հումանիզմից ելնելով Բաքվում դներ հայ ռազմագերիների ազատման հարց։ Եթե հիմա տեսականորեն նույնիսկ այդպիսի հարց Վենսը բարձրացնի Բաքվում, ինչը ես ամենևին չեմ բացառում, հայ ռազմագերիների հարցը հայկական դիվանագիտության անհատամության պատճառով Վենսը բարձրացնելու է գործարքային տրամաբանության մեջ, այսինքն Բաքվին հորդորելու է ազատ արձակել գերիների հերթական խմբաքանակին, դրա դիմաց Երևանից ակնկալելով որոշակի զիջումներ Բաքվի ուղղությամբ։ Կրկնում եմ, Հայաստանի միջազգային սուբյեկտությունը նման անկում է ապրել հենց այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը
ոչ թե Հայաստանի պետական շահերն է սպասարկում, այլ այս շաբաթներից զբաղված է իր նախընտրական կամֆորտը ապահովելով։ Արդյունքում Փաշինյանը ստանում է մրցանակ, մեր գերիները ցմահ ազատազրկում, իսկ Հայաստանը ապտակ։ Այս իրավիճակը կարող ենք փոխել միայն այն պարագայում, երբ մեր հասարակությունը իր հավաքական ընտրությամբ հունիսի 7-ին պատմություն սարքի այս իշխանությանը Հայաստանի ապագան երաշխավորելու նպատակով։